Օրբելի ֆորում 2025-ի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության եւ դրա գլխավոր մարտահրավերների մասին։ Վարչապետի խոսքով ամենամեծ դժվարությունն այն է, որ խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արտահայտությունը դեռ օտար է հնչում։ Անկախության առաջին օրից մենք չենք ապրել խաղաղության պայմաններում, մեր պետությունները ձևավորվել են կոնֆլիկտի ֆոնին, եւ այդ հոգեբանական ժառանգությունը դեռ շարունակում է ազդել հասարակական ու քաղաքական միջավայրի վրա, նշել է նա։ Փաշինյանի խոսքով թեև հակամարտությունը քաղաքական առումով ավարտված է, հասարակական մտածողությունը փոխելու համար ժամանակ եւ քաղաքական առաջնորդություն է անհրաժեշտ։ Նրա խոսքով խաղաղությունն այսօր դեռ նորածին է, մի քանի ամսական երեխա եւ անհրաժեշտ է այն խնամել։ Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա, ավելի վաղ հայտնել ենք, որ Խաչատուրյանը նոյեմբերի 4-ից 6-ն աշխատանքային այցով կլինի Կատարում համաշխարհային սոցիալական համաժողովին մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի ընթացքում հանդես է գալու ելույթով, նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումներն արտասահմանյան գործընկերների հետ։ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող շուրջ 2.8 հեկտար մակերեսով հողատարածքի, 35.2 քառակուսի մետր մակերեսով հյուրանոցի, 10.9 քառակուսի մետր մակերեսով պահակատան, 41.2 քառակուսի մետր մակերեսով գրասենյակի, 182.8 քառակուսի մետր մակերեսով արհեստանոցի, 14.7 քառակուսի մետր եւ 198.9 քառակուսի մետր մակերեսով պահեստների, նաեւ Ղափանցյան 59 11 հասցեում գտնվող 0.376 հեկտար հողամասի նկատմամբ։ Գույքերի ընդհանուր շուկայական արժեքը ըստ փորձագետի գնահատման 4.286.000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.639.650.000 դրամ է։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը համազարգային գրակի ռեակտիվ համակարգերից շուրջ 10 հրթիռ են արձակել Դեղին ծովի ուղղությամբ Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի սահմանի ապառազմականացված գոտի Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի ժամանելուց մոտավորապես 1 ժամ առաջ։ Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմում հանդիպումից առաջ նշել էին, որ կորեական թերակղզու միջուկազերծումը կարող է երկու երկրների ղեկավարների քննարկման առարկա դառնալ։